Ներկայացնում ենք նախահավային ամբրասվիստը Արարատ Արմենիայի գլխավոր մարմնիչ Վարդան Միլյանցյանի և մեր դարպասապահ Հենրի Ավագյանի։ Այժմ հարցերը հողենք պետ ֆուտբոլիստին, հետո նոր մարզչին։ Կան հարցեր, Իսլամ։ Տիգրան Ֆերեշետյան, Ֆազմ մեդիա հեռուստաընկերություն, ողջույն Հենրի, այս տարի Արարատ Արմենիան Նոյի հետ խաղացել է 2 անգամ և 2 դեպքում էլ պարտվել է։ Արդյոք այդ հանգամանքը թիմին տալիս է հավելյալ մոտիվացիա եզրափակիչից առաջ։ Բարձես, նախ ուզում ասեմ, ես այդ ժամանակ Արարատ Արմենիայում չեմ եղել, իմը շատ բաներ է փոխվել, չեք կարողանում իհարկե, ես Արարատ Արմենիայի և Նոյի հանդիպումները երբ այս չեմ եղել դիտել եմ և խաղային որակով ես չեմ ասի, որ զիջել է Արարատ Արմենիան, այլ ուղղակի հաշիվը յոգուտ Նոյի եղել է, բայց դա ընդհանրապես կապ չունի, ինչ եղել է դա անցյալում, հիմա արդեն մենք ֆինալում ենք ու ֆինալում ընդհանրապես ոնց որ պետ հայացք չենք գցում, այլ նայում ենք հիմայով։ Հենրի Նոան, այսպես ասած, ալիքի վրա է, նրա քաղաքներ են Պրեմիեր լիգան, ինչը կարող է լինել Արարատ Արմենիայի հաղթատուղթը այս պարագայում, այս վերջին եզրափակչին։ Ես չեմ ցանկանում խոսել Նոայի մասին, ես ցանկանում խոսել Արարատ Արմենիայի մասին, մենք Արարատ Արմենիայում ու գիտենք թե ոնց խաղանք ու ոնց հաղթենք ֆինալը։ Եվ որն է դա։ Դա ցույց կտանք դեռ։ Շնորհակալություն, կան այդ հարցեր ֆուտբոլիստին։ Շնորհակալություն Հենրի ջան, Շնորհակալություն։ Այժմ սկսենք հարցերը տալ մարզչին, խնդրեմ առաջին հարցը։ Պարոն Միլյանցյան, նախորդ տարի գավաթակիր դառնալուց հետո դուք ասել եք, որ այդ տարի գավաթակիր դառնալը ձեր թիմի առաջնահերթություններից մեկն է։ Որքանով է գավաթակիր դառնալը այս տարի ձեր թիմի առաջնահերթություններից մեկը և եթե վաղը ձեր թիմը հաղթի, որքանով այս մրցաշրջանը հաջողված կհամարվի, հաշվի առնելով, որ չեմպիոն դառնալ չհաջողվեց, Հայաստանի չեմպիոն դառնալ չհաջողվեց։ Ցանկացած առաջնությունից առաջ մեր թիմը միշտ խնդիրադրում 3 տիտղոսա չէ, խաղարկվում սուպեր գավաթ, առաջնություն ու մենք չի որ մենք գավաթի համար ենք կամ չի, մենք բոլոր այդ տիտղոսների համար փորձում ենք պայքարել։ Դա եղավ անցած տարի, այս տարի արդեն 1 տիտղոս թիմը նվաճել է, երկրորդին ենք գնում, ինչ վերաբերում է չեմպիոնությանը, դա մի քիչ ավելի երկար խոսալու թեմա է, օգտվելով առիթից չեմպիոնության։ Պարոն Միլյանցյան, Նոան մի տեսակ իհարկե կողքից տպավորությամբ, մի քանի քայլ առաջ են այս պահին, թե կազմով, թե չեմպիոնությամբ, թեկուզ, ինչ կարող է լինել ձեր առավելությունը այս խաղում, հատկապես որ երկուսը դեռ նույն մակարդակի մարզիչներ եք, դուք կարող եք խաղապետային ընթացքում խաղել և ինչ կարող է ձեր հաղթանակը լինել։ Մարզչական մակարդակների մասին չեմ ուզում խոսամ, գիտեք ինչ, գավաթը եզրափակիչ է մեկ խաղ ու թե ամեն թիմ ինչ արել մինչև այդ ես ձեզ ասեմ դա երկրորդ պլան եմ ուղղում, ամեն ինչ կարևոր է լինելու թե այդ օր ինչ է, 3 ֆակտոր կա, որը ազդում է խաղը։ Դա տակտիկական որոշումներն են, ֆուտբոլիստների տակտիկական, որտեղ ինչ ամեն երկու խաղացողներ իրանք են դաշտում, դա ֆիթնեսն է, ֆունկցիոնալ վիճակը ու չմոռանանք ամենակարևոր կոմպոնենտը դա հոգեբանությունն է։ Այս 3 բաները ազդել են խաղի վրա։ Ինչ վերաբերում է ես մեր թիմի մասին խոսամ, որ ես մի առիթով ասել եմ, որ մեր թիմը ուրիշ տեսք ունենա ձմեռանից հետո, ես դա հիմա տեսնում եմ ու իմ համար շատ ուրախալի է, որ մեր թիմը լավ թափահավաք է, ոնց որ տպավորությունը մեր թիմից շատ բարձր է, բայց նորից կրկնեմ, վաղը խաղը դա լինելու է լրիվ ուրիշ պատմություն։ Շնորհակալություն, կան հարցեր, խնդրեմ։ Իմ հարցը հետևյալն է, մի քիչ անձնական կարծիք է, իմ կարծիքով Արարատ Արմենիան այս գարնան հատվածում հայտնի ամենալավ թիմն է, արդյոք վաղվա խաղից է կախված այդ կարծիքի հաստատվել է կամ չէ, որովհետև իմ անձնական կարծիքով դուք այս պահին Հայաստանի լավագույն թիմն եք, էլի, դուք ձեզ ֆավորիտ համարում եք վաղվա խաղի։
ասացի դա մեկ խաղ շանսել է 50-50 գնահատում, շնորհակալություն իհարկե ձեր կարծիքի համար, բայց կոնկրետ իմ կարծիքը վաղվա խաղի արդյունքից մեր թիմի մասին, գարանային հատվածի մասին եթե խոսում չի փոխելու, թե վաղվա խաղն այցա ցանկացած բան կարող է լինել խաղի։ Ես գտնում եմ, որ մենք իրոք գարանային հատվածը շատ լավ ենք անցկացնում։ Առաջնության ավարտին մնացել է 3 տուր, արդյոք արդեն կողմնորոշվել եք, թե որ կետերն եք ցանկանում ուժեղացնել թիմում, կան ինչ-որ հավանական նորեկներ, այսինքն ինչ-որ դիրքեր, որ ցանկանում եք ուժեղացնել։ Ինձ համար դժվար է ապագայի մասին խոսալ, որովհետև ես մի հատ ասել եմ Պետրի հետ համեմասվեցին, իմ պայմանները հավատվում եմ այս վերջին, դրա համար չի ուզենա ինչ-որ։ Իհարկե ես ունեմ գլխի մեջ, թե թիմը ոնց պետք է զարգանա, ես դրա մասին ասել եմ, բայց ճիշտ ասած ես պայն մի քիչ կարևոր չեմ համարում դրա մասին խոսել։ Բնարարցին որ կապֆինանսում որտեղ պարոն Մինասյան դուք ձեր ասուլիսներից ընթացքում խոսել եք պայմանագրի վերջնաժամկետի մասին, կարող է այս հանդիպումը հանդիսանալ 5 հանդիսանալ ակումբի համար, որպեսզի երկարաձգեն պայմանագիրը։ Ես ակումբի փոխարեն չեմ կարող պատասխանել։ Ես ասեցի, որ ես ինքս ունեմ որոշում, բայց եկեք առաջ չունենք սպասենք ոնց կզարգանա։ Համենայնիվս այս խաղը կամ այս արդյունքները դրա վրա չի ազդելու, իմ կողմից չի ազդելու։ Սպասենք տեսնենք ոնց կզարգանա ինչ, համենայնիվս նորից կրկնում ես համարում եմ մեր թիմի այս առաջնությունը հաջողած, մի քիչ կարող ինքը երկար խոսալու թեմա է, ես կարող եմ դրա մասին խոսամ, կարող եմ ասել ինչի եմ ես սենց համարում, բայց եկեք առաջ չընկնենք ասենք։ Գայք Երազարյան, Պամինասյան, Աստարի… Ես ես կանաչում, իմ համար էիք ներկնում։ Աստարի դեր չեք հանդիպել նորայի հետ, որովհետև այդպես է ստացվել, ամենայնպես երևի հետևել եք, ինչ տպավորություն ունենք այդ թիմից։ Իմ պլանների մեջ չի մտնում նորայ մեջ մասին խոսալ է։ Այն ինչ որ քիչ առաջ ասեց հրագրողը, որ լավ թիմ, բարձրակարգ թիմ, մեծ ռեսուրսներով թիմ, մեծ հնարավորություններով, ընդհանրապես էս ավելի բան չեմ ուզում խոսալ։ Իմ համար շատ կարևոր է, եթե հարց ունեք Արարատարումների մասին, փորձեմ պատասխանել։ Շնորհակալություն, կարող եք հարցեր։